Էֆելյան աշտարակը վաղուց էր հասել Գորիս։ Հայաստանի ամենաֆրանսիական քաղաքը Ֆրանսիայի ուշադրության առանցքում է։ Ֆրանկոֆոն կենտրոնից մինչև ֆրանս-հայկական սրտաբանության կենտրոն։ Այստեղ Ֆրանսիայի ու ֆրանսահայության ջանքերով բազմաթիվ կազմակերպություններ են գործում, որ հույս ու լույս տան Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող քաղաքի բնակիչներին, չլքեն իրենց տունն ու տեղը։ Խոսքը գործով ապացուցեց Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը։ Գորիսում արդեն մի քանի օր է գործում է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Բացման առիթը Հայաստան է բերել Ֆրանսիայի մի քանի տասնյակ քաղաքների ու երկրամասերի ղեկավարներին։ Nous ne nous mêlons pas d'affaires étrangères, ça n'est pas notre rôle. En revanche, Մենք տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներս չենք միջամտում արտաքին քաղաքականության հարցերին, բայց որքան ավելի շատ ամրապնդենք տեղի բնակչության հետ մեր կապերը, այդքան ավելի դյուրին եւ հիմնավորված կդառնա Ֆրանսիայի ներկայությունը Սյունիքում։ Այդպիսով աշխարհին ավելի մեծ ուղերձ կհղենք եւ կբարձրաձայնենք կոնֆլիկտի մասին, որ բնակչությունը մշտական վտանգի տակ է։ Սյունիքում տեղի ունեցած հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 5-րդ համաժողովի առիթով Օվերն Ռոն Ալպերի փոխնախագահն ընդգծում է, առողջապահության ու պաշտպանությանն ուղղված ծրագրերն են առանցքում, բայց նաև չեն անտեսի գյուղատնտեսությունն ու գինեգործությունը, որոնք աշխատատեղեր կստեղծեն Սյունիքում։ et puis ensuite du concret, et c'est ce qui compte. Ամենակարևորը խոսքերից հստակ քայլերի դիմելն է։ Մենք վերադառնում ենք մի շարք պայմանագրերով, մշակված ծրագրերով։ Օվերն Ռոն Ալպերն ավելի շուտ է ներգրավել Սյունիքում։ Նախկին նախագահ Լորան Վոքեի նախաձեռնությամբ Ֆրանսիայի այս երկրամասի մի շարք քաղաքներ արդեն իսկ քույր քաղաքներ են դարձել Սյունիքի շատ բնակավայրերի հետ, եւ բնակչությունը դա գնահատում է։ Նիկոլա Դարագոնը շեշտում է, Ֆրանսիան լավագույն օրինակն է, որ Հայաստանի մյուս բարեկամ երկրները նույնպես միանան Ֆրանսիայի այս նախաձեռնությանը եւ օգնության ձեռք մեկնեն սյունեցիներին։ Ֆրանսիան կարևորում է նաև Հայաստանի ֆրանսիական համալսարանի զարգացման ծրագրերը։ C'est que cette université est installée dans des locaux qui sont dorénavant inadaptés. Այս համալսարանն այդքան էլ հարմար վայրում տեղակայված չէ։ Սպասում ենք աշտարակում կառուցվելիք կամպուսին, որ համալսարանն այնտեղ տեղափոխվի։ Դրա համար անհրաժեշտ է 2.6 միլիոն եվրո։ Օվերն Ռոն Ալպերը կֆինանսավորի դրա 60%-ը, այսինքն մենք կտրամադրենք 1.5 միլիոն եվրոն։ Մնում է 1 միլիոնը։ Հույս ունենք, որ Փարիզը, Լիոնն ու Մարսելը կմիանան Հայաստանում վաղվա ֆրանսախոս էլիտայի ձևավորման նախաձեռնությանը։ Հայ-ֆրանսիական 6-րդ ապակենտրոնացված համագործակցության համաժողովը կկայանա Գրենոբլում։ Հասմիկ Առաքելյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։